Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Get-Ready-Վիցոնայի նոր էպիզոդին։ Այսօրվա իմ հյուրը տաղանդավոր երգչուհի Սուսաննան է։ Եվ հատուկ Սուսաննայի հետ էպիզոդի համար մենք փոխել ենք մի քիչ ֆորմատը եւ դիմահարդարումը անելու է գեղեցկուհին։ Եվ եկեք տեսնենք, թե ինչպես է նա երգելուց բացի իր տաղանդը նաեւ ցույց տալիս այլ ոլորտներում։ Սկսենք։ Իհարկե, սիրով։ Սկսում ենք խոնավեցումից։ Իդեպ Սանան ինձ նվիրել է ամբողջ սեթից եւ ես մեկ շաբաթ է օգտագործում եմ։ Հավատել ես։ Եվ իմ ֆավորիտ պրոդուկտը փրփուրն է լվացման շատ եմ սիրել։ Եվ իսում այս անգի գիտեմ ամբողջ գալությունը։ Սա travel size-ն է, տարբերակն է, քանի որ նայեք, ես քանի որ տեսնում եմ, փոքր իրաց չափսերը, ես քանի որ հասկանում եմ, որ ինչի պահանջ կա, ես մտածել որ փոքր size չկա։ Հա, դա տոներն է։ Տոներով մաքրում դեմք։ Սուս դու էլ ես, չէ՞, շատ անընդհատ ծանր մեյքափներով։ Եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ ապայման համերգներին, բայց ես իմ համար երջանկություն չպարվել է, որովհետև իմ ամենասիրելի հատվածն է օրվա, ես կասեի համերգներից շատ, և ուսանող տարիներից սկսած Սիրում եմ։ շատ եմ սիրում։ Ես փոքր տարիքում էլ եմ սիրել, որովհետև միշտ մամայի կոսմետիկայով արել ես դիվարներում կուալիտայում մենք կուալիտա 10 լոսյոնը ու կարծում եմ հատկապես քո նման վենի մարդկանց շատ կարևոր է նման պրոդուկտ ունենալը, որ մի հատ վշտի կարողանաս սկսես ու շատ արագ օգնի։ Ես քանի որ ես երկից որ տված եմ իդեալական աշխով, լավ աշխով եւ ստորնո մեջ մի անգամ մի բան լիմիտը չէ, բայց ապայման կփորձեմ։ Ֆավորիտ պրոդուկտը մաքրող գելն է, չէ՞։ Այո։ Որովհետեւ շատ արժան կաթիլով էլ մաքրում եմ, այնց հրաշալի ավճանք է տալիս, որը հաղթում։ Հա։ Շատ հրաշալի։ Ես միայն ուրախ եմ։ Իմ մաշկը շատ հանդուրժող մաշկ է, բայց ես շատ քիչ եմ անի դիմահարդարում պրոֆեսիոնալ մասնագետներին։ Ես էլ հիմնականում ես եմ համերգների ժամանակ դու ես անում։ Ես համխույրս, չնայած մի քանի նկարահանումներ եղել են, որ ավելի պրոֆեսիոնալ արտիստներ են արել, շատ գեղեցիկ, իմ դիմագծերի հետ աշխատելը ինձ թվում է բավականին հեշտ է, կամ ինքնաբավ եմ իրականում եւ ցանկացած պարագայում ես ինձ հավանում եմ, կամ ուղղակի դեմքս ընդունում եմ, ինչ չես լարվում ամեն մի հատվածի հետ, բացարձակ դեպս անում։ Մազերս ինչ որտեղ լարվածություն ունենում եմ երբեմն, բայց դիմահարդարման հետ կապված չէ։ Հետպես հաջորդը աչքերի տակինը։ Այո, սա է translate։ Ինքը համ հատկացում է, համ դիջերն է հարթում։ Շատ քիչ իրան կարաս անես, ինքը շատ արագ ներծծվում է։ Նվերի համար էլ իրականում ինձ թվում է բավականին լավ տարբերակ է կուալիտայի travel set-ը։ Հա, եւ մանավանդ ճամփորդող ընկերների համար, որովհետեւ իդեալական տարբերակ է փոքր սայզերով։ Մեր մեծ հավաքածուի մեջ ենք մենք փոքր չափսերով պրոդուկտներ, որ հանգիստ կարող են վերցնել տանել անապահովության։ Այո, հաջորդը խոնավացնող քսուկն է։ Ինքը բավականին խորը խոնավացում է, ես էլ գիշեր քսում։ Հա, գիշերը քսում եմ, առավոտ նախում հայլում, մաշկով։ Օրական մեկ անգամ խմքով առավոտյան, երեկոյան ուղղակի փրփուրով հանգշում ու խոնավեցնում եմ, բայց ոչ սրանով միսով։ Լոսյոնով ես։ Այո, ավելի թեթև է լոսյոնը։ հա, բայց կարես այլ փորձես։ Այս խոնավացումը ինքը շատ սիրուն խորը խոնավացում է, հատկապես երբ որ ծանր մեյքափ ես արած դերում, հա, որպեսզի չչորանա մաշկդ, ինքը սիրուն խոնավացում է։ Սուս ինքս քո ճանապարհը երգի հետ կապված, ոնց սկսեցի երգել, ոնց է կարխում,
Խումբը իմ ու ղեկավարի հանդիպումը եղել է 15 թվին, բայց խումբը որպես այդպեսին գործունեություն ծավալվում է 21 թվականից և 26 թվականին մեր պետի 5 տարին։ Ոնց ես քեզ խումբը Շատ լավ։ Ստեղծագործական օգնում է քեզ բերել։ Հայ, ես բենդով եմ սկսել Պատասխանես քեզ առանցելու։ և հա և չէ։ Այսինքն միաժամանակ եմ պատկերացնում։ Ես շատ ուզում եմ, որ եթե նույնիսկ ունենամ առանձին գործունեություն ծավալելու ժամանակահատվածների կյանքում, բենդելի։ Սկզբանե մեր գաղափարախոսությունը չի եղել հայտնիությունը կամ չգիտեմ ոնց ասեմ Չնայած շատ լավ է հայտնիությունը, բայց եղել է գաղափարախոսությունը, որ ազգային երգը պետքա վերհանվի արտաքինից։ Որտեղից գտամ քեզ քո ձայնը դու երգով պրոֆեսիոնալ որպես այդպեսին Չեմ զբաղվել, չէ, համալսարանի վերջին տարիները, երբ որ պետք է ավարտեի, ընկերուհիս Ռոսանի շող ինստիտուտի։ Այո։ Ընկերուհիս մի օր զանգեց ու ասեց, որ սուս պետքա մենք գնալու ենք հանդիպան մի մարդու հետ, ով որ հենց որպես երկրաշուհի ավանգարդիստ, ով որ ազգային երգով է զբաղվում, չնայած որ մինչև դա ես ազգագրական խմբում երգում և պարում էի, չնայած որ սկսնակի, բայց սերը որպես այդպեսին հետևից առաջացավ ու գնացի հանդիպան։ Մեր արդեն Հայտավարի 22, 21-22 տարիներն էր վառ թվում Տանքան ջոպանցածն հավեցում ամիսին կանգնեցնել մի խոսքով այդպես ու սկսեցինք ծրագիր հավաքել, մշակել ասկում նաև քովիդն ու պատերազմը մեջ տեղում էին արդեն 20 թվականի ու 21 թվականին որոշեցինք, որ հենց մարտի 21-ին Արեգ ամսվա Արեգ օրը 5 տոմարով նոր տարում կամ նավազարդին որոշեցինք, որ պետք է ունենանք մեր առաջին համերգը փոքրիկ ծրագրով բայց երբի երկերը մինչև հիմա YouTube-ում մի քանի երգեր ունենք այդ համերգից, ես նայում եմ շատ սրտի թրթուրում, որտեղ հիշում եմ ինչ էմոցիաներով եմ ես բարձրացել բեմետորը։ Հատուկ ընտրված հագուստ, զարդեր։ Լարվում ես մեն բարձրանալիս։ Ես անընդհատ ստամոքսի կամ փորիցավ եմ ունենում կարևոր պատասխանատու համերգներից առաջ այդ խնդիրը լարվելու, որ ամեն ինչ իդեալական լինի, ամեն ինչ լավ լինի, հանկարծ ձայնի թերթ չլինի, լավ լինի, մաքուր լինի։ Մի խոսքով։ Բայց Կարողանանք կոմֆորտը հավաքվում։ ինչ խորհուրդ կտաս ճանաչել վահի նորվածությամբ են բարձրանալիս։ Ոչ մի բան վայելենք լարվածությունը մի օր չի լինելու ու կարոտելու եք լարվածություն ունենալը համերգից առաջ, որտեղ դա շատ կարևոր զգացում է։ Ոչ միայն, իրականում այնքանով է կարևոր, որ եթե դա չլինի, դու էմոցիոնալ չես եկի։ Ինձ թվում։ Ինչ խորհուրդ կտաս այդ նոր երգ սկսող Սուսաննային, ընդհանրապես այն աղջիկներին, տղաներին նաև, ովքեր որ նոր են սկսում այս ճանապարհը։ Սկսնակ երիտասարդներին, ովքեր երգով պետք է սկսեն զբաղվել, խորհուրդ եմ տալիս, որ շատ փորձառություն ունենան, որակով տեղերում երգեն։ Մեր խնդիրն է եղել, որ չասեմ անորակ, բայց ճակերտավոր անորակ երաժշտություն լսող հանդիսատեսին էլ ներգրավել մեր լսարան։ Մինչև Քիսմեթը ստեղծագործական փուլը շարունակում ենք, ուղղակի Քիսմեթով ավելի շատ լսումներ ունեցանք։ Այսինքն լսարանը մեծացավ ամենը։ Հա։ Ու Քիսմեթը տվեց այս Ավելի մեծ լսարան։ այո։ Ներշտես կառավարությունս ֆինանսները կարող ես նրան հետ կառավարել գրակետներ ծրումներ անել։ Ինչպես յուրաքանչյուր աղջիկ։ Ոչ։ Գրակետ Sephora-ից ներդրում ենք անում, Quiet-ից գրակետ ներդրում ենք։ Այո, Sephora-ից ուրանում ենք ամեն ինչ։ Այդպես, իցեվա բոլոր աղջիկները, չնայած ես
ունեմ ընկերներ, որ շատ գրագետ են իրենց ֆինանսը տնօրինում եւ բայց իմ պարագայում նույնիսկ չի օգնում համասարանական շվաբահական կրթություն։ Ճիշտ է, պետք է որ օգներ քեզ։ Չէ։ Քանի որ ես չասեմ ներկայով ապրող, իմ համար ապագան անցնել շատ կարևոր են, բայց եթե սպահը կտրած է, ուրեմն այս սպահը լիարժեք վայրում է։ Ծասում են միջև վերջին դրամը։ Չէ, միջև վերջ չեմ ծասում, Օգոստային ունենում եմ, բայց Պետք է ծասում։ իմ վերջին թրիփը հենց այդպես եղավ, ճիշտ ասած։ Եկեք չասեմ ոչինչ։ Մեկ ասեցեք։ Հա, ֆոհանքի։ Մտալի Սեֆորա։ Ընդհանրապես այդքան բան։ Այո, բոլորս։ Ամեն դեպքում հնարավոր է եւ Հայաստանի պայմաններում եւ ստեղծագործել, անել սիրած աշխատանքը ու կարողանալ ապահովել ֆինանսական Հա, իհարկե։ Հա, Հայաստանում չկա այդպիսի ասպարեզ, կամ այդպիսի շուկա, որ դու որակով գործանես ու լավ չվարձատրես։ Հա։ Ոքինքն մարդկանց տեսակներ, որ կամ չասիրում աշխատել, կամ իրենց ապսեի մեջ չեն։ Ինձ թվում է այդպես է, ուշում է դու էլ կարող հանազավես։ Սուս, իսկ քո կերպարը հանրային, լուքերը եւ այլն ոնց է ստեղծվում։ Շատ սիրուն են տարազները, շատ սիրուն են։ Քանի որ իմ բախտը բերել եմ եւ տարազներով զբաղվում են իմ ընկերիները, տերան կենտրոնը տարազարտը, իմ բոլոր տարազները հեղինակը իրենք են։ Չնայած որ հագուստներից մեծ մասը մայրս եւ հորաքույրս են կարում։ Երբեմն իրենք սպանված գրաֆիկի մեջ Հաջողություն ունես։ Հա, շատ։ Իրականում իմ բախտը շատ բերել է, որովհետեւ եւ ընտանիքս եւ ընկերներս եւ հարազատներս, չգիտեմ, խումբը շատ ամուր հենանան ինձ համար, ցանկացած հարցում, ցանկացած պարագայում։ Մա փորձարկելու ենք Սոնայի Եվ Սելենա Գոմեսի համատեղ ստեղծած։ Սոնայի եւ Սելենա Գոմեսի համատեղ ստեղծած Bronzer stick։ Fronzel or Bronzer contour։ stick։ Ես բարերը չեմ շում, բայց բոլորը Սուս աջակցության մասին խոսեցի, ընտանիքի, քո կյանքում արդյոք կա ինչ-որ մեկը մասն դեռ չես խոսել, կա ինչ-որ մեկը։ Այո։ Ոնց է վերաբերվում քո արվեստին, ոնց է գտնում բալանսը։ շատ լավ։ Հրաշալի։ Պետք է լինի սուս արվեստագետի, երաժիշտի կողակիցը։ Հանդուրժող ամենակարևորը չնայած երբ որ սերը լինում արդեն ամեն ինչ ինքնին նորից puzzle-ի պես հավաքվում է, բայց քանի որ մեր կյանքը, այսինքն արվեստագետների, երաժիշտների անկախատեսելի է ցանկացած պահի, թե աշխատանքի հետ կապված, թե ստեղծագործականի հետ, ինձ թվում է հանդուրժելու տաղանդը պետք է ունենա, որ ամեն ինչ իր տեղում լինի։ Բայց որ սերը լինում է, արդեն ամեն ինչ իր տեղում։ Ոնց է վերաբերվում ֆանատների խանդը։ Ֆանատները Շատ լավ, երբեմն ուրախ, երբեմն քննարկում եմ մի չասեմ ֆանատ, որովհետև ես համոզված եմ, որ ինքն ինձ չէր ճանաչում, ուղղակի համերգից իջել է, հետս նկարվել է, հաստատ համոզված եմ, որ ինքն ինձ չէր ճանաչում, 100% եւ ուղղակի տեսել էր, որ բեմին երգում եմ, նկարվել էինք եւ ինքը իր տարբերակով տեղադրել էր ինչ-որ մի մարդ իր էջում Վրան շատ ռոմանտիկ երգ։ Լյոնավոր դիտումներ։ Եվ իմ սիրելի և իմ ընկերները այդպես ուրախ էին հետևից։ որպես ավեշ թումորով։ Հա, շատ ծանրաբեր, որտեղ այդ մարդու դեմքից էլ երևում էր, որ ինքն չի ճանաչում։ Իրեն չի ճանաչում։ Համերգի ընթացքում, երբ որ քիսմետն էին երգել, այդ ժամանակ ֆիքսել էր դեմքս, երբ որ բեմից իջա, արդեն որոշեց, որ նկարվենք միասին, բայց չէի սպասում, որ կտեղադրի ինտերնետում։ Ես տեսել եմ։ Դու ծանոթ Կարելի շարավի։
Վայ, հա։ Բայց ես բոլորին սիրում եմ, շատ եմ սիրում։ Վայ, իրենք էլ քեզ է շատ սիրում։ Որպես այդպեսին ես ֆանատներ չունեմ։ Ունեմ դասարան, որոնք հիմնականում եւ իմ դասարանը եւ բենդի դասարանը հիմնականում բալիկներ են։ Օրացայինները, թայ անսահման շատ խնդրում եմ, իջնում մի բան երկի։ Սիրով։ Էքսկլյուզիվ, չէ, էքսկլյուզիվ չէ։ Էքսկլյուզիվ կարա ինչ-որ մի բան։ Հա, ես ամբողջ ճանապարհին կոմիտաս շորաջան եմ եկել։ Ձեզ համար։ Ամբերադու չի գալի շողեր ջան, սարիցը տուն չի գալի շողեր ջան, դու նորորա դու շորուրա շողեր ջան, ապիտակիս ունգերևա շողեր ջան, դու նորորա դու շորուրա շողեր ջան, ապիտակիս ունգերևա շողեր ջան։ Ող Շատ սիրում եմ ձայնը։ Ես մի օր կհրավիրեմ մեր մամա բալիկ ծրագրերին, որտեղ մենք ունենք նաև դասարան։ Չէ, մենք ունենք դասարան, որ ուղղակի բալիկ չունեն, բայց ներկա են լինում։ Իդեպ ամանորյա շատ գեղեցիկ միջոցառումներ ենք ունենալու։ Դեռևս տեղը քանի որ որոշված չէ, շատ սիրուն է անցնում։ Եվ ես քեզ կհրավիրեմ բարձր։ Սիրով, ես սիրով։ Իսկ հնարավոր է օրինակ կողակիցը լինի խանդող ու երաժիշտը կարողանա աղջիկը, հատկապես աղջիկ երաժիշտը կարողանա շարունակել իր ճանապարհը շատ խանդող կողակցի հետ։ Ինչ կընտրեի այդ դեպքում, եթե իրենք ընտրության հնարավոր։ Չգիտեմ, ճիշտ ասած, ֆորս մաժորային եմ քիչ այդ պատասխանը, որովհետև դեռևս ես այդպիսի իրադրության մեջ չեմ եղել ու շատ ընտրության մեջ չեմ եղել ու շատ սխալ կլինի հիմա ինչ-որ պատասխան տալ ինչ կանեմ, որովհետև իրոք չգիտեմ հոգեվիճակս այդ ժամանակ ինչպիսին է կլիներ, այսինքն ես որ տարբերակը կընտրեի, չգիտեմ, Բայց պետք է սիրով այդ սովորություններ։ Իհարկե, Հա, անձողության չի լինի ոչ մի բան, ինձ թվում է չէ, սերզողության մասին չի։ դուք այն տարեկան ես, 24 24 սնավորում ենք, Հա, չէ, 24-ում ես էլ այդպես կմտածեի, 28-ում չէ, էլ չէ, ես վախենում եմ 30-ում ուրիշ Ամեն դեպքում, եթե սեր կամ կայանա ընտրության հնարավորություն աճկալացնում ես, հնարավոր է հաշվես օրինակ սերը, կարիժան թողնես։ Հնարավոր, ոչինչ չէ բացառում, իրականում տիեզերքը շրջադարձային է եւ չես իմանա ցանկացած պահի ինչ կլինի ու դու ինչ պատասխան կտաս այդ ամբողջին։ Ուղղակի երբ ամենակամին մտքերի հետ եմ ուղղում, խնդրում եմ Աստծուց տիեզերքից, որ ինձ իմաստություն տա ու ճիշտ պահին ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենամ։ Ինձ թվում է իհարկե այդպես եղել է, հետո չգիտեմ։ Սամանել եմ դες շպարվում, մեկ վրցինում ամբողջ։ Հա, ես չեմ հասկանում այդ հազար վրցին ով մարդկանց մեկ վրցին։ Օրինակ իմ քույրերը երբ որ գալիս են ու իմ շպարից պետք է օգտվեն, ու ինձ տարբեր վրցիններ ուզում ես։ Մի հատ էսի վրցին եմ տալիս, մի հատ էլ ստվերալեկի։ Իդեպ այս ճակատային հատվածը իմ ամենասիրելի հատվածն է։ Ես առաջ կոմպլեքսավորվում էի, ես բավականին մեծ ճակատ ունեմ։ Հետո սկսեցի սիրել։ Մի հատ նայ, ուղիղ կատում, մի հատ մեր ճակատների տարբերությունը։ Ոնց իմ ճակատը մեծ չի։ Ես մեյքափը մուք եմ իրականում հիմա անում։ Ես շատ եմ սիրում։ Ես էլ եմ մուք սիրում։ Չեմ տեսել, գիտես մեյքափ, ընդհանրապես չեմ նայել այ մուք եմ։ Լուրջ։ Ու մեյքափի ժամանակ, երբ որ գնում եմ ինչ-որտեղ մեյքափի կամ քույրս պետք անի, ես խնդրում եմ որ մաքսիմալ մուք լինի։ Դեքո դերքում դու բեմից պետքա շատ այս թվում ավելի մեյքափ արես, որտեղ այդ լույսերն են էլի, իրանք ողջունում են մեյքափը, դրա համար հենց տարբերվում է, չէ, դիմահարդարումը սովորական ու բեմից երկրի հասերով կարող է։ Աշխատում եմ ոչ մի ավելորդման չլինի բեմի ժամանակ, որովհետև նախ մազերս հավաքած, նախ ինձ ավելի կոմֆորտ եմ զգում, երբ որ հավաքած մազերով եմ։ Հա, շատ կոմֆորտ եմ զգում ինձ։ Այստեղ մենք ունենք շատ լավ նոր Օ, պալետ։
Իմ ֆավորիտն է։ Ես Նա ինչ ֆայլիկներ են։ Եք ցույց տալ եսպես։ Հա, պետք է նայեք։ Դեպքում որն է քեզ համար առողջ հարաբերությունները։ Որ դու քեզ կամֆորտ կզգաս, կամֆորտ ես զգում։ Իրականում խանդը չէ, բայց ուշադրությունը, այսինքն ցանկացած պահի երկու կողակիցդ քեզ ուշադրությամբ կենտրոնում ապահում, արգելքների մասին չի խոսքը, ուղղակի ուշադրություն։ Դա շատ հաճելի է, բայց գրժանախանդը չէ։ Ուշադրություն, էլի ինչն է կարևոր։ Սուս ունեցել ես, իսկ ծանոթների, երկրպագուների, հանդիսատեսի հետ ինչ-որ տաղաճ, շատ տաղաճ միջադեպ, որ հասկացել ես վերջերս այս սահմաններ, որ իրանք չանցան։ Չէ։ Ունես ինչ-որ սահմաններ, որ իրանք ասես տեղից եկող վերջացան։ Չէ, քանի որ ես շատ ընկերասեր եմ, նախ մինչև կիսմեթը մենք ունեցել ենք հստակ լսարան, մարդիկ, ովքեր մենք գիտենք իրենց դեմքով, մեծ մասին բոլորին ճանաչել եմ, իմ տեսողական հիշողությունը շատ է, ես բեբից բոլորին տեսնում եմ, ու բոլորին գիտեի, եթե նոր մարդ էլ կար, համերգին ընդհանրենք, ես պարտադիր իջնում և ծանոթանում, կամ իրենք էին մոտենում, մենք ծանոթանում ենք, բայց հիմա շատ լսարանը մեծացել, և համերգների մեր հյուրերն էլ, Ինչ եղավ կիսմետի հետ։ Եկաք համաձայնության ամեն դեպքում հյուրերի հետ։ Հա, իհարկե։ Համաձայնություն եկավ։ Չլուծվող թեմա չկա, իրականում մի փոքր զիջողություններ Ձեր օգնից թե իր։ եւ իր եւ մեր։ Մենք արդեն հաշտը մենք ընկերներ ենք, շփվում ենք շատ լավ։ Իսկ կարող եք օգտագործել եւ ամերիկների ժամանակ։ Հա։ Վաու։ Հա, ես ճիշտ ասած սիրում եմ, երբ որ հայացքը բարձրանում է ու ընդգծվում է աչքի շեղությունը։ Շատ կարևոր տեղ ունեմ այսօր գնալու եւ Հա։ Լավ, հիմա այս բաղը կտրի, որ ես մյուս աչքն էլ սիրում կսեմ։ Սուս ես կոնսուսը ունես առանցին թե խմբի ղեկավարն անես։ Որպես ես մենակ գործող արտիստ չունեմ, քանի որ շատ քիչ է եղել, իրականում տարբեր արտիստների հետ համագործակցություններ են եղել, բայց խումբում ունի ղեկավար, զբաղվում է պրոդյուսինգով։ Իսկ ինչ-որ սահմանափակումներ օրինակ կան քո առաջ դրված, չգիտեմ, հանրային խոսույթում, ինչ-որ սահմանափակումներ ինչ պետք է խոսած, ինչ պետք է խոսած, ինչպես պետք է Չէ։ Այդ խիստ սահմանափակումները Հագուստները միշտ աշխատում ենք այնպես լինի, որ համապատասխան լինի ու տղաներինը եւ աղջիկներինը։ Խոսքի հետ կապված ճիշտ ասած եթերներին այնպես է ստացվել, որ ներկայացել ենք միշտ ես ու ղեկավարը իրար հետ կամ ես, մեր հարվածային գործիքներ նվագող տղան, գիտարիստը։ Բայց չունենք ինչ-որ տենց խիստ սահմանափակում։ Քո իմիջը, այսինքն ոնց է ձևավորվում, դու ես որոշում, ինչ հաղորդման մասնակցես, ինչ չմասնակցես, որտեղ Չէ, մենք քննարկումներ ենք ունենում։ Ուզիք առանձին ես գնում, որպես անդամ, որպես ուսանող դու պետք է քննարկես։ Մենք քննարկումներ ունենում ենք, եթե բենդի շոշափվելու է, շատ կարևոր է, որ տենք կա։ Կամ խմբի մասին ինչ-որ թեմա ենք քննարկելու։ Շատ կարևոր է դա։ Իսկ դժվար է, դից որ պատասխանատվությունը միայն քոնչի, նաև իրանց նա ու իրանց հետ պետք է ոչ չստել։ Բացարձակ չէ։ Խմբում տղաներ է, չէ՞, մեծ մասը։ Հա, Ոնց է տղաների հետ հարաբերություն։ շատ լավ։ Հրաշալի։ Մենք ընտանիք ենք։ Եղբայրներ եւ քույրեր ենք։ Ես կասեի արդեն Գերդաստան։ Այնպես։ Սուս ինչ-որ նոր երգ պատրաստում եք, շփոթում եք ինչ-որ նոր երգ։ Երգեր, մի քանի օրից մենք ունենալով պրեմիերա։ Այսքան խոսում ենք իսմետից, խնդրում եմ, երգի։
Վալահի շատեր անտես քեզ իմ մտաղելին ես հարցնին հետևին ինքա պետք է դիգաշխարես կանչելով թրջածող ալերնին են փոսնի վե կա քեզ իմ մտաղելին հոգի աղալ հոգսիտ վե ես հուսով եմ որ քեզ չեմ ցավացնում այս Հարապես գիտես մի քեզ ունեիշ բանը չմինգերա չես երկա Երկին ես շոտ սիրուն, ախպնդրում եմ ճիշտ է եկել եմ Ես ասում եմ չէ, ամեն ինչ նայել եմ, գիտեմ այդայի հաղորդման ընթացքում ճիշտ խնդրում եմ Շաբեշան անցած ու կված ուղտերը Արսեն գտած յայլանները Պինգյոլի Շաբեշան անցած ու կված ուղտերը Արսեն գտած յայլանները Պինգյոլի Mən pasqanam sağlayın ki, Ես աշք եմ կսում Ես էլ եմ աշք չեմ կսում ես չեմ կսում Ես տեսար, ման տեսանյոն դու երկում ես ուս ոնց են ասում հարսիգով հարսնագով քիչ լոկալում կարող են քեզ լինել կարող են իհարկե ուղղակի գրել ժամանակային առումով եթե ժամանակս այդ օրը ես երկում լինեմ եւ ազատ լինեմ սիրով շոտ սիրուն է շոտ Կոմբո հնուկ Կասիրում բոջիկները ոչ կեղել Այսօրվա հաղորդումի ամենասիրելին եմ, որովհետև ես ուղղակի եկել եմ, նստել եմ, վայելում եմ Սուսաննայի ձայնը, խմում եմ սուրճ, ինձ անում են դիմահարդարում, անում է Սուսան։ Ինչ-որ սենց երևելի։ Սուս իսկ լինում է ահեր, որ չես ուզում երկես, մեծ այդ օրը համերգուն ես պլանավորած, ու ուզես պետքա գնաս ու երկես, ինչ ես անում։ Հատկապես Ոչ մոտ շպարվում եմ ուղղակի շպարվում եմ ու գնում ես երկոց։ որ ասում են հաց չեն դուսում ուտենք ասում են ախորժակից է ուտելուց է բացում ախորժակը մենգա շպարվելուց է սկսում ամեն ինչ Իսկ Հայաստանում գործունեություն ծավալողակիցներ կան, որ հողան ունես։ իհարկե շատ Օրինակը։ Տիկինը Հովսեփյան որ շատ սիրում ունի երկերի Սանավաններ։ այ ֆլամենկո հին արտիստներին եմ շատ հիշում Բայց կա չէ ստեղծագործություն, որ կուզեիր քոնը լիներ, միմը լիներ, ես երկած լինեի։ Այսինքն երկերի մեծ մասը իրականում շատ կուզենայի անունին ես երկի բայց ինձնից շատ ավելի լավ երկած արտիստներ կան այդ երկերին ես շատ կուզենայի որ հատուկ ինձ համար գրված լիներ Վայգիդի բլբուլս երգը կամ Աղջի Մարան երգը Իսկ ես Սոնա Յարը, ես մտածում դա իմ համար է։ Ես կհարսանքին հենց դա կերկեմ Խնդրում եմ հիմա, գիտես է 4 հատված։ Իզակե Դու մեր բելի համերգներին չես արել ու չես լսել մեր Սոնա Յարելի փոքրիկ շարանը երկու Սոնա Յարելի միացումներ Խնդրում եմ։ Այո Խնդրում եմ։ Կապույտեր մանուշակը ախ Սոնա Յար Բոյիդ մերնիմ բուսներ Թպիտակը չան Սոնա Յար Սոյիդ մերնիմ ախ Սոնա Յար Սոյիդ մերնիմ չան Սոնա Յար Սոյիդ մերնիմ ախ Սոնա Յար Սոյիդ մերնիմ չան Սոնա Յար Սոյիդ մերնիմ Դաբովի Սոնա Յարը, որ սերտի սիրուն շոտ։ Ես շատ եմ սիրում ու երկել եմ հարսնագովքի մեկ անգամ Բայց շատ էպիկ կլինի է, իմ հարսանիք Սոնա Յար։ Իսկ քո հարսանիք ոնց ես պատկերացնում հայկական։ Ոչ հայկական տարերով That's ոչ մաքսիմալ հայկական այն Ամբողջ օրը հայկական մեջ գերելով ոնց ես պատկերացնում անձս հայկական հարսանիքի իրականում Ինչ կամանայս ես
Քանի որ դեռևս չէ այդպես նպատակներ չկան, հարսանիքի եւ որոշված չի։ Ես շատ սիրում եմ, երբ որ ծիսակ, ասեմ ինչ եմ սիրում եմ, ավելի շուտ։ Երբ որ որոշվում է որ ծիսական հարսանիք է, այսինքն հարսի տուն, հեսայի տուն, քավորի ընդունելություն, եկեղեցի, կամ դրանից առաջ ինչ ոչ հիմա շատ են անում մեծավետական մսացուի արարողությունը, ազապի կամ հարսանքրոջ ընտրելու այդ ծիսակարգը, եթե արվում է բուն հայկական հարսանիք, արվի բուն հայկական հարսանիք։ Այսինքն, օրինակ հիմա շատ են, ես չեմ քննադատում, բայց օրինակ որպես այդպեսին ինձ եթե հայկական եք անում այդ կուժը կոտրելու արարողությունը կամ ամսեները ռեստորանի բակում կոտրելու արարողությունը, որ հիմնական խորհուրդն է, որ դուք մտնում եք ձեր սկիսուրի, սկեսրայրի տուն, օջախ, ձեր հետ լավը տանելով, իրանց տան, եթե վատը կա, վատը կոտրելով, դուք այդ ամսեները ջարդում եք այդ նպատակով, ինչու եք ռեստորանի բակում այդ արարողությունը կատարում։ Ի սկզբանե ծիսակարգերը իրենք շատ մեծ էներգետիկաներ պահպանող բաներ են ու Ովանդական։ հա, պետք է ուշադրություն դարձնել, որովհետև մենք այսօր լիքը վատ բաների ենք հանդիպում, ես պաթոսով օրինակ դրա մասին չեմ խոսում, բայց կարմայականով սխալ ծիսակարգեր անելու հետևանքեր են դրանք։ Եթե դուք անում եք լիարժեք հայկական հարսանիք, անեք լիարժեք հայկական հարսանիք, հարսին անեք իրենց տանգից իր հորական տանից որտեղ որ ծնվել է, հա, կամ ինչ-որ այդտեղից, կամ ցեն կոտրելու արարողությունը արեք հենց տանը, չնայած որ դեպքեր կան, որ մեղադրելու չի, հարսնուփեսան օրինակ եկել է Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից ու այնտեղից նույնիսկ, բայց եկել են ստեղ հենց հայկական ավանդական հարսանիք անելու ստում Միգուցե նաև տեղյակ չէ շատ։ այդ մի քիչ վիճելու թեմա ունի, որտեղ այդ մարդիկ որտեղ կոտրել ամսին օրինակ։ Հա։ Այդ էլի Բայց հնարավորության դեպքում լավ կլինի, որ ովանդակային ճիշտ էլի, ոչ թե ձևական ուղղակի կողմը։ հաստա։ Դրա համար ես ունեմ մտածում որ հետագայում իմ հարսանիքը պլանավորելուց շատ կուզենամ որ լինի ավանդական այդ մինիմալ ծիսակարգերը ճիշտ հա։ Բայց ամբողջովին հայկական չեմ պատկերացնում, չէ։ Ճիշտ ասած, իմաց տալուկի միշտ 24-ն է, ես ավելի մուք եմ սիրում, տալուկ 01։ ահա։ Ես 24-ի ֆան եմ։ Սա մեջտեղը թե Հա, մեջտեղ ամրես ու տաց։ վաու, սիրուն է։ Ես շատ բան կարելի է դիմել։ Ահա, ուսմա հեքա Հա, այնց շատ սիրուն եմ։ Ու ասացիս այս միսով ընդգծում ենք ավելի լուկ։ Շպարը վերջացրել ենք։ Հա, Այլ մի բուջուրներ կազեմ շպարը։ այո։ Շպարը վերջացրել ենք։ Նյուդ երանգների մեջ, չնայած որ աչքի մոտ մի փոքր թարչաներկի խնդիր են ունեցել։ Տես։ Հա, ես չգիտեի, հայը life hack սովորեցի այսօր, որ չոր դուշն եմ ակնի։ Հա, եթե թարչաներ կա չոր կսվում է, թողեք մի քիչ մնա ու մաքրեք, ինքը չի տարածվում, չի լողոսվում է, վերջ։ Թե մենք խաղում ենք բազովի մինիմում, ռասկոշնի մաքսիմում, հայերեն չգիտեմ ոնց է, գնացել։ Ես կասեմ մաքսիմում կամ մինիմում։ Okay։ Երկել ակապելա Մինիմում։ տարվա մեջ առնվազն 1 հիթ ունենալ։ Մինիմում։ Վեմպլիսկալ առանց լարվելի։ Մաքսիմում։ 1 շահատ ամեն օր համերգ ունենալ։ Մինիմում։ Ինչ է դաշտի, ով է բենքո առաջի celebrity crush-ը։ Արամեն է եղել։ Անկեղծ կասեմ Արամեն 2006 թվական։ Դե հա, Արամենյոց 8 տարեկան Սուսաննա սեգու շպիտակով տպել է Ես ուզում եմ համար։ Ոնց էր։
Գիշը։ Նրմասան զանչանես։ It was clear. Հա, Շարբլեսես։ Այդ ժամանակ։ ես հիշում եմ, որ այդ ժամանակվա պարային թրենդներն են Արամ հայալը, որ ասում են օրեր են հորիստեցին։ Հետո արդեն Արամից հետո չնայած մինչև Արամեն անդրնել էր անում, բայց Արամեից հետո էլ երևի թե Միհրան Ծառուկյանն էր։ Հա։ Լավ թվերն է։ Միհրան Ծառուկյանի բանն այն առաջին 2000-ականների երեխաները հավաքել են իրենց։ Վիկան Ռուբեն մատրել էր։ Արսելիս կալու է, օրը ու դիս կալու ես, չեն կատակին մեզ կապել։ Չգիտեմ երկ, չեմ յուշած։ Տարան Աղրնա։ Բայց ես հիշում եմ, որ Միհրանին շատ սիրում էի դեռևս Սուպերստարից հետո, երբ որ մի հատ երգ ուներ, հետո մյուս արդեն սիրելի երգը դարձավ իրա ու Լիլիթ Հովհաննիսյանի երգը։ Ով է քո աչքերը արարել, ով է իմ սրտում։ Հաղթեց Լիլիթ Հովհաննիսյանը։ Հա։ Ես ինքս ինձ խաղացի, ընտրեց յարդուսներին։ Աչեր մի խաղի տանում դրան։ Այո։ Գրում եմ, ամեն ինչ արեց խոստում։ Շատ գեղեցիկ օր սկսեցինք, քանի որ դուք չգիտեմ որ ժամին եք նայելու, բայց մենք առավոտյան ենք Ակնացել ենք բերգել եք մի անգամից, ամենալավ հաղորդումը իմ համար, ընդհանրապես մասից եմ սարքում գալիս եմ, այլ հարդարված դուրս եմ գալիս այստեղից, շատ ուրախ էի, ես էլ ինձ մի ուրիշ տեսանկյունից բացահայտեցի։ Շատ հաճելի էր, ու հետևեք Սոնայի Instagram-ին եւ YouTube-յան ալիքներին։ Մոռանաք հետևել Instagram-յան էջերին, որպեսզի նորությունները բաց չթողնեք, եւ եթե ձեզ դուր եկավ անպայման սիրտ դրեք, գրեք մեկնաբանություն եւ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։ Այսօր այսքան մեր եթերը շատ ապրես։ Stay tuned.